Ողջույն սիրելի հետևորդներ։ Եկել եմ ձեզ խոստացված տեսանյութը նկարելու։ Ահա, ինչպես տեսնում եք, մատյոլաները եւ ելակները։ Ելակները տեղական դվինի հայտնի սորտն է։ Նախորդ տեսանյութում նշել եմ այդ մասին։ Ինչպես տեսնում եք, ելակների կենտրոնական մասերում տնկվել են մատյոլաներ։ Իրականում իրենք իրար ոչ էլ խանգարում են։ Շատ գեղեցիկ են։ Ելակները հավաք է կատարվել արդեն, վերքահավաքը կատարվել է, դրա համար այս պահին հասուն լավ ելակներ չունենք։ Հասած ելակներ դեռ չկան։ Սրանք դեռ 1-2 հատ կարելի է այսպես հանդիպել։ Ահա։ Եվ իհարկե մատյոլաները։ Իրականում լավ էլ ստացվել է, մտածում էի, որ չի ստացվի, գուցե ինչ-որ խնդիրներ առաջանան, բայց ինչպես տեսնում եք, բավականին լավ է։ Ջերմոցատերը համենայն դեպս գոհ է։ Հիմա քաղեն մատյոլաները եւ արդեն դրանից հետո ելակների թփերը կարող են էլ ավելի տարածություն ունենալ, ավելի փարթամանալու համար։ Ելակները բավականին լավ վիճակում են, ահա։ Պտուղներ ունենք, այստեղ ուղղակի հիվանդություններ կան ելակի պտուղների հետ կապված, սրանք պարզապես պետք է մաքրվեն։ Ահա սրանք պետք է մաքրվեն։ Կան որոշ ելակները, որոնք ի սկզբանե ծաղիկից հետո եթե պտուղները լավ չեն, դրանք իմաստ չունեն թողնելու ջերմատանը, օրինակ սրանք իմաստ չունի թողել, որովհետև սրանք տանում են սնունդ, բայց վաճառքի համար պիտանի ելակներ չեն։ Ահա։ Կարող եք տեսնել պտուղները։ Դեռ հասունացած չեն, նոր ելակները քաղվել են արդեն, սրանք հաջորդ բերքահավաքին կմնան։ Այսքանը սիրելի հետևորդներ, ուզում եմ ձեզ ցույց տալ պարզապես ինչպես են աճում ելակները եւ մատյոլաները միասին։ Կարծես թե իրենց արդարացրել են։ Դե ինչ սիրելի հետևորդներ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը։ Կհանդիպենք։